Անեկդոտ։ Ուրեմն հայը ռուսը վրացին որոշում են իրար հետ գնան ինչ-որ մի սովատնյա քաղաք։ Որոշում են գնան Սոչի։ Սոչի հանգստանալու ամառային թեժ պահն է, որ սաղ հանգստանալու են գնում բան, ամեն մեկը մի երկիր։ Ուրեմն ես պայմանավորվում են, այս օրը լինեն Սոչի այս հյուրանոցում, դե ռուսը մոտ է, ռուսը այնտեղ ապրում, ռուսը գնում շուտ հասնում է, այս հայն ու վրացին պայմանավորվում են, որ իրար հետ դուրս գան, եթե նույն օրը պետք է լինեն այնտեղ, նույն սամալյոտով պետք է լինեն, ինչ իմաստ ունի առանձին գնան, եթե պայմանավորվում են միաժամանակ հանդիպեն ինչ-որ միտեղ ու իրանք էլ տենց էլի սամալյոտով գնան։ Մի խոսքով հանդիպում են, նստում են սամալյոտ, գնում են այս սաղ ընթացքում, այս վրացին, դե երևի ինչ-որ խնդիրներ ունենում, ինչ-որ առողջական բան, սամալյոտի մեջ, օդի մեջ, անընդհատ լավ չի, սենց չի դզվում ու չի դզվում, էլի, սենց ոնց որ վատ։ Իջնում են, սամալյոտից իջնում են, գնում են հիմի պիտի հյուրանոցը գտնեն, ամենահետաքրքիր բանը, հյուրանոցը պիտի գտնեն, ինչ անեն, ամեն առաջի բանը, որ մտքով անցնում է, հայի, ասում է պիտի զանգենք Ռուսին, դե տեղացի է, ավելի, ոնց չլինի, ավելի լավ կիմանա, էլ այդ տեղերը հյուրանոցները բան։ Մի խոսքով, զանգում են ռուսին, մեկ զանգում են, երկու զանգում են, այս ռուսից ոչ մի բան, էլի, ձեն չկա, խաբար չկա։ Վերջը ընկնում են։ Թե չէին ընկնում, իրանք կթան։ Մի խոսքով, իրանք մի վարկյան, դե հասցեն գիտեն, իրանք ռուսին չեն գտնում, իրանք են գնում, ռուսին զանգում են, չի են գնում, ոնց որ իրանք են գնում, իրանք են փորձում հյուրանոցը գտնեն, գտնում են բան, լավ, վատ չի անցնում, էլի, ծովափնյա է բան, պատկերացրած, 3 հոգի տարբեր ազգության ինչ հետաքրքիր կանցնի, բայց վրացի չէր, հայը ռուսը մեկը մի հատ ուրիշ ազգ էր, այդ ազգը չեմ հիշում այս պահին որն էր, նոր հիշեցի, մի խոսքով, անտիր ժամանակ են անցկացնում։